Ուկրաինայի հողը հարուստ է հազվագյուտ տարրերով, հենց այն մետաղներով, որոնք ապահովում են ժամանակակից աշխարհի գործունեությունը։ Հենց այդ մետաղներն են հնարավոր դարձնում քամու տուրբինների, կործանիչների, սմարթֆոնների և արբանյակների արտադրությունը։ Եվ Ուկրաինան ունի այդ հազվագյուտ մետաղները Դնեպրում և Դոնբասում, հենց այն շրջաններում, որոնց վերահսկման համար Ռուսաստանը կատաղի պայքար է մղում։ Եվ ահա ինչն է հետաքրքիր. Չինաստանն արդեն գերիշխում է համաշխարհային հազվագյուտ մետաղների վերամշակման 80-ից 90%-ը։ Նույնիսկ եթե այլ երկրներ արդյունահանում են այս տարրերը, նրանք հաճախ հանքաքարը ուղարկում են Չինաստան վերամշակման համար, ապա հետ են գնում պատրաստի մագնիսները, չիպերը և բաղադրիչները։ Սա նշանակում է, որ գրեթե յուրաքանչյուր հրթիռ, յուրաքանչյուր էլեկտրական մեքենա և յուրաքանչյուր սմարթֆոն կախված է չինական գործարաններից։ Հիմա ինքներդ ձեզ հարցրեք. արդյոք Չինաստանը ցանկանում է կորցնել այդ լծակը։ Արդյոք Չինաստանը կցանկանա, որ Եվրոպան և Միացյալ Նահանգները վերահսկեն Ուկրաինայի հազվագյուտ մետաղների հանքավայրերը և այնտեղ կառուցեն իրենց վերամշակման գործարանները։ Խիստ կասկածում եմ։ Չինաստանի համար լավագույն տարբերակը կլինի այն, որ հենց ինքը կարողանա վերահսկել Ուկրաինայի հազվագյուտ մետաղների հանքավայրերը։ Իսկ եթե նման բանն անհնար է, ինչը ես չեմ կարծում, թե հնարավոր լինի Չինաստանի համար, ապա հաջորդ ամենանպաստավոր տարբերակն այն է, որ վերահսկողություն ստանա Ռուսաստանը, քանի որ Մոսկվան այս հարցում Պեկինի բնական դաշնակիցն է։ Սա կհանգեցնի Միացյալ Նահանգների և Եվրոպայի տոտալ կախվածությանը Չինաստան-Ռուսաստան դաշինքից։ Եվ այս պատճառով է, որ Միացյալ Նահանգների և Եվրոպայի համար նման կախվածությունից օր առաջ ազատվելը դարձել է ռազմավարական առաջնահերթություն։